Ողջույն ողջույն բոլորին, չնայած դուք հետո եք տեսնում այս վիդեոն, ես նկարել եմ նույն օրում, հիմա անցնում ենք տեքստերը, շատ կարևոր դաս է, ուշադիր եղեք, ուրեմն, ինֆոգրաֆիկայի տեքստերը ես գրում եմ կամ ինքս, կամ ասում եմ, եթե շատ մասնագիտական տեղեկատվություն կա, հաճախորդին խնդրում եմ ինքը տրամադրում է տեղեկատվությունը կամ փնտրում եմ Whitebase-ում տեղեկատվություն, եթե տեղեկատվությունը տեքստային է, գրում եմ ChatGPT-ին, ասում եմ քեզ տեքստ եմ ուղարկում, պատրաստիր Whitebase քարտին համապատասխան տեքստ 5 էջանոց կամ 6 էջանոց կամ 4 էջանոց, ինքը ավտոմատ բաժանում է արդեն 4 էջի տված տեղեկատվությունը ու մանրամասները ինքը արդեն անալիզ է անում։ Բայց վերջում ես ստուգում եմ, այնպես չի ինքը ինչ գրում է, ես դա copy-paste եմ անում, եթե տեսնում եմ սխալ բաներ ա գրել կամ պակաս բաներ կա, ավելացնում եմ կամ պակասեցնում։ Այս տեքստերի հետ կապված գնանք մեր Photoshop մեր նախորդ դասի կատարած աշխատանքը ես էլ երևամ ուրեմն Whitebase-ում այս կողքի անկյուններում միշտ լինում է լոգոներ տարբեր հիմնականում այստեղ նկարի փնտրելու հետ կապված է լինում, այստեղ ինչ-որ սիրտ է լինում, հեսա ցույց կտամ։ Դրա համար Whitebase-ի տեքստերը գրելիս կամ ապրանքը այս մասերում այնպես ենք անում չլինի, որովհետև թերթելիս մարդը, որ թերթում է Whitebase-ի այդ էջը, չի նկատում ինչ ապրանք էր, վերնագիրը չի կարողանում կարդալ ու դա խնդիր է լինում, որ չեն ստեղծում քարտի վրա։ Ուստի շատ կարևոր պայման է, որ պահեք այդ հեռավորությունը ու պահեք հավասար, այսինքն եթե տեքստը գրվում է այստեղից, պետք է այս չափին համապատասխան նաև այս մասից պահվի, այս չափերը պետք է պահվի, հիմա կասեմ ինչպես ենք անում, բայց մինչ դա ցույց տամ ինչ իկոնկաների մասին է խոսքը, տեսեք։ Երևի երևում է, դուք էլ կարող բացեք Whitebase-ը տնեք այստեղ այս 4 մասերում, կամ նկարով ուղարկեմ, կամ Whitebase-ը բացեք, տեսեք մի խոսքով, այդ 4 մասերը ինչեր են նկարած։ Հիմա ես կամպյուտրով չի երևում այդքան էլ, բայց հիմա համակարգչով էլ ցույց կտամ։ Տեսեք, համակարգչով մենակ այս սրտի մասն է երևում, եթե այստեղ ինչ-որ մի բան գրված լինի հետն է կարևոր, տեսեք, սա չի երևում, պետք է սեղմում եմ վրան, որ կարդամ ինչ է գրված։ Սա այստեղ չենք դնում, այստեղ պահում ենք, այս ակցիան էլ այս մասը չենք գրում, պահում ենք այս հատվածը, տեսեք, պախոժի, այս իկոնկայի տակ ընկավ այս պակրիցը, պետք է մի քիչ վերև լինի, այս մասը պահում ենք մի խոսքով։ Հիմա կասեմ այդ տարածքները ինչպես ենք պահպանում։ Տեսնեմ երևում է, թե չէ դες։ Ուրեմն, shape-երը անցել ենք, գիտեք, ստեղծում ենք shape-եր, մոտավորապես այս չափի հետ իկոնկաները, ստեղծեցինք, մոտենում ենք լավ shape-ին, վերում ենք այս անկյունը հավասարեցնում ենք, նույնը, copy-paste ենք անում, alt-ով, վերում ենք այստեղ ենք դնում, չէ, այստեղ չենք դնում, այս ներքևն ենք դնում, կներեք, ոյ, սա փոքրացրեցի չափը, պետք է չփոքրացնել, նույն shape-ը alt-ով իջացնում եմ ներքև, մոտենում եմ, անկյունները հավասարեցնում, հետո, այստեղ տեսնում եք այս թվերը, սա մեր կանոնն է, եթե չկա, անում եք Ctrl-R, հայտնվում է, Ctrl-R, R տարը,
Control R ենք անում, հայտնվեց, ձախ կողմից բերում ենք, դնում ենք այսպես, հորիզոնական ուղղահայաց, բայց մոտենում ենք, որ հավասար, տեսեք մի փոքր այս կողմա, բերում ենք միանգամից կպցնում ենք shape-ին, որ ինքը հավասար լինի։ Իջնենք են մյուսն էլ կարգավորենք, այս մեր shape-ը, այս էլ կանոնը, Ctrl Z, այս էլ էստեղ։ Այս կանոնի չափերը վերցնելուց հետո կարող ենք shape-երը ջնջել, որովհետև save անելուց հետո, նկարը save անելուց հետո այդ shape-երը կերևա, բայց այս կանոնը չի երևա, եթե դուք իրան JPEG-ով save անեք, այս կանոնը ընդհանրապես չի երևում, սա ձեր չափերն է։ Դպրոցում ունենք լուսանցք, չէ, լուսանցքն է, ձեր քարտի լուսանցքը։ Ահա, հիմա տեքստերը, այս T նշանը տեսնում եք իկոնկան, սեղմում եք դրա վրա, այստեղ սեղմում եք ու հայտնվում է տեքստ, Lorem Impulsum, այս միշտ գրվում է Ipsum, իրան ջնջում ենք ու ինչ ուզում ենք դա ենք գրում, այս դեպքում սա տեսնա վերնագիրը ինչ ենք գրում, ինքը նաբոր է, միացնես մեծ նաբոր կգրենք, տակը ենթավերնագիր, գրեցինք նաբոր։ Նաբորին ես պետքա տամ, նայեք, իրա կարգավորումները կամ այս վերևի մասում է, կամ այ էստեղ է, 3 տեղ է լինում, կամ էստեղ է, կամ այ այս մասում, էստեղ որ սենց իջնում եք, տեսեք, type-ը չէ գրված, այս ամբողջը տեքստին է վերաբերում, հիմա հերթով կանցնենք, եթե էստեղով բերեմ օրինակը նույնը էստեղ կա գրված, եթե ուզում եք նաև կա, սրա վրա սեղմում եք, հայտնվում է նաև տակը, սա տառատեսակն է, հիմա մենք Ջորջիա տառատեսակի վրա ենք, տառատեսակի անունը Ջորջիա է, կան տառատեսակներ, որ ունեն ընտանիք, այսինքն նույն տառատեսակի թեքը, բարակը, հաստը, կան նաև, որ չունեն նման բաներ, օրինակ նայեք, Արիալ տեսակի տառատեսակը ունի ընտանիք, ունի հաստ, ունի այդ խփան վրան դուք իմացեք, ունի թեք, ունի ուղիղ, ունի, լավ, այս կողմով բերեք անենք նույնը, տեսեք, նույնը էստեղ կա, Ջորջյանը, հիմա տալիս ենք Արիալ, Արիալը ունի ընտանիք, սա ավելի բարակ տարբերակն է, սա իրար կպատ տարբերակն է, այդ տառատեսակը ավելի ստեղն վիճակում է, սա ավելի փրված վիճակում է, սա թեք է, սա մի քիչ հաստ, սա մի քիչ էլ թեք, սա իտալյան ոճ է, ինչքան գիտեմ կոչվում, հա, ու տառատեսակները բաժանվում են երկու մասի, սերիվ և sans սերիվ, այս պոչիկներովը կոչվում են սերիվ, այդպես օրինակ մի հատ գտնեմ, ասա, նայեք, օրինակ սա, եթե տառատեսակ ունի այսպես պոչիկներ, կոչվում է սերիվ մենակ, իսկ առանց պոչիկի կոչվում է sans սերիվ, այսինքն առանց սերիվի, օրինակ սա առանց սերիվ է, առանց պոչիկա կոչվում է sans սերիվ, եթե ուզում եք մինիմալիստական ոճով ինֆոգրաֆիկա պատրաստել օրինակ վարագույրի կամ ինչ-որ էլեգանտ հագուստի, մինիմալիստական ոճում օգտագործում ենք միայն sans սերիվ տառատեսակ, հետ իմացեք, ուրեմն, այս տառախմբերին անցանք, Adobe Photoshop-ի մեջ կա իրա տառատեսակները, բայց եթե այստեղ չկա ձեր ուզած տառատեսակը, կարող եք ներբեռնել ինտերնետից, Google-ից, ինտերնետից
գցում եք զագրուսկաների մեջ, հետո ինստալ եք անում, եթե ձևը չգիտեք, կասեք, ես ձեզ կասեմ։ Նույնիսկ ուղարկեմ այդ կայքերը, որտեղից կարող եք քաշել տարատեսակներ։ Կա բան, որ անգլերեն տարատեսակները չեն ազդում ռուսերեն տառերի վրա, օրինակ, այստեղ տարատեսակներ կա, միայն անգլերենի վրա է ազդում, ռուսերենը ուղղակի sense կուբիկներ է անում, այդ ուղղակի այդ տարատեսակը ստեղծված է միայն անգլերենի համար, կամ նույնը հայերեն կարա լինի։ Իջնենք ներքև, կամ այս վերևի մասում։ Սա արդեն տարատեսակի ընտանիքն է ցույց տալիս, որը այնտեղ ես ցույց տվեցի, կամ այստեղ կարող եք փնտրել այս նշանի տակ, կամ այստեղ արդեն ինքը առանձնացված կա։ Սա չափերն է տարատեսակի, կարող ենք եւ այսպես մեծացնել, փոքրացնել եւ move tool-ով, այս անկյունով։ Ուղղակի shift-ին անպայման կսեղմեք, որ ինքը հավասարաչափ մեծացնի։ Իսկ եթե shift-ին չեք սեղմում, այսպես կյանքում չանեք։ Մի կողմից չբռնեք ձգեք, ոչ նկարը, ոչ տարատեսակը։ Հիմա կասեմ ինչպես անել, այս իմացեք, որ ընդհանրապես չեք անում։ Մի կողմից չեք ձգում ոչ նկարը, ոչ տարատեսակը։ Shift-ը միշտ սեղմած եք անում, որ ինքը համաչափ լինի, չդեֆորմացվի։ Դա շատ կարևոր է։ Ուրեմն, անցնենք առաջ, shape-ը shape-ը ճիշտն ասած չեմ օգտագործել, չգիտեմ ինչա։ Այստեղ էլ ոնց որ չկա shape։ Լավ, դրա վրա մի ֆիքսվեք։ Shape-ը թողնենք հանգիստ։ Shape-ը ես մեր իմացած shape-երն է։ Բայց թե սրանք ինչեր են։ Չգիտեմ մի խոսքով։ Եկեք դնենք shape-ի վրա։ Կամ նոներ, չեմ հիշում, այ փչացրեցի։ Shape թողնելը։ Լավ։ Այս կողմի տեքստը, եթե դուք իրան երկար տեքստ եք գրում, ինչ եղավ։ Հա, երևի խոշորացնում ա։ Այս Նորվեի վրա եմ։ Մտածենք նոմ։ Անգլերեն ա գրում։ Նորմալ է։ Ասած։ Ուրեմն, միշտ թող լինի նոնի վրա, այս տեքստերը, որ ձախ ու աջ է, սա Word-ի մեջ էլ կա, սեղմում եք ինքը բերում է մեջտեղի վրա է տեքստը գցում, երբ որ շատ է տեքստը, այդ ժամանակ կհասկանաք, ձախը բերում եք, այս ձախ կողմից է սկսվում տեքստը, աջ գրում եք, աջ կողմից է լինում, բայց մենք աջով չենք գրում, այդպես գրում են, կարծեմ արաբները աջ կողմից։ Դա այդպես տեքստերի հետ կապված էլ ինչ կա, այստեղ է մնացածը։ Կամ սա սեղմում եք, այստեղ բացվում է, կամ էլ այստեղ իջնում եք ներքև։ Չգիտեմ, որ մեկի վրա ասեմ, որ ձեզ հարմար լինի, լրիվ նույն բաներն է։ Այստեղ մեր տարատեսակի անունն էր, սա ընտանիքը, այստեղ չափը, սա տառերը, հիմնականում ձեռք չենք տալիս սրան, ամեն տարատեսակ իր ոճ ունի, բայց տեսեք, նույնիսկ կարող է թույլ չտա, նայած տարատեսակ։ Նայեք սա,
Այս երկու բառերը որ կա, դրա միջի տարածությունն է երկարացնում կամ կարճացնում։ Բայց դա հիմնականում սենց էլ կարող ենք անել բացատի նշանին սեղմելուց ինքը հեռանում կամ մոտենում է։ Անցնենք հաջորդին, սա երկարությունն է տառի, այսինքն այս այի այս ներքևից այրից միջև վերև ինքը ձգում է, եթե այս 100-ը դարձնենք 200, տեսեք ձգեց իրան, բայց չենք անում սենց բաներ, ուղղակի իմացեք։ Հիմնականում կարող անեմ սա, երբ որ իրար տակից տեքստ է գրված, նայեք, ինձ պետք է, որ սրանց միջին տարածությունը մեծացնեմ կամ փոքրացնեմ, իրան վերցնում եմ այսպես ու այս auto-ն արդեն այդ տառատեսակի ոճն է, թե ինչքան հեռու լինի ինքը արդեն դրված է, եթե ուզում եմ մեծացնեմ, սա փոքրացրեց, եթե ուզում եմ մեծացնեմ, ուղղակի մեծացնում եմ այս չափերը, ինքը ավելի հեռանում է իրարից։ Այս հասկացանք ինչա, դուք է ձեր ձեռքի տակ կփորձեք, բայց հիմնականում auto-ի տակ եմ դնում, հազվադեպ դեպքերում, եթե ինձ պետք է մի քիչ էլ հեռու լինեն կամ տեղ չունեմ, ուզում եմ ավելի մոտիկ լինեն իրար, փոքրացնում եմ իրա չափից, սա չեմ օգտագործում, չգիտեմ ինչա, պետք է չի ձեռք տա, իսկ սա, այս երկու տառերը, որ կան, սրա մեջի հեռավորությունն է։ Ինքը էլի դրված է ավտոմատ ոնց կա տառատեսակի մեջ կարգավորումը, բայց եթե ուզում եք փոխեք, լավ կլինի չուզենաք փոխեք, բայց եթե ուզում եք փոխեք, հիմա ինքը 50-ի վրա է, սարքում եմ 100, հեռացրեց իրարից տառերը։ Բայց էլի եմ ասում, սենց դեֆորմացված բաներ մի արեք, ավելի աչքին հաճելի դառնալու համար, ամեն տառատեսակ իրա ոճ ունի, պետք է տենց անեք։ Բայց եթե ուզում եք փոխեք, այդպես է հարմար, այդ ամեն գործի մեջ չփոխեք էլի, ձեռքի բան չսարքեք, հազվադեպ դեպքերում, եթե ուզում եք ինչ-որ բան ավելի կատարյալ դարձնեք ու դա ձեզ պետք է, արեք, բայց միշտ սա չանեք, այսպես ասեմ։ Սա էստեն խոշորացնում է տառը, բոլդ է սարքում, որդի բոլդն է սարքում, սա եթե տառատեսակը թեք չունի, օրինակ սա ուներ թեք տառատեսակ, նայեք, իսկ եթե չունի, սրանով կարող եք թեքել, սա թեքում է, Word-ի մեջ կա, Microsoft Word-ի մեջ այս ամեն ինչը կա, այս կարգավորումները, շատ նման։ Եթե տառատեսակը փոքրատառ ուզում եք մեծատառ դարձնել, սեղմում եք սրա վրա, եթե փոքրատառ ուզում եք մեծատառ դարձնել, սեղմում եք էլի սրա վրա։ Ես էլ լրիվ նույն բանը անում։ Սա ավելի չափերն է մեծացնում։ Չէ, հիմնականում նույն բանն է անում։ Սա մեծ է թողնում չափը, իսկ սա փոքրացնում է ավելի։ Բայց սա մեծատառ փոքրատառ դարձնելու մասին է այս երկուսն էլ։ Սա ես չեմ արել, չգիտեմ ինչա, հա, քառակուսի, որ ուզում եք բարձրացնեք, սրան եք սեղմում, օրինակ, երկուսի քառակուսի ուզում եմ դարձնեմ, այս երկուսը պետք է բարձրանա վերև, սրան եմ սեղմում, դարձավ երկուսի քառակուսի։ Եթե քառակուսի մետր եք ուզում գրեք, սա հարմար տարբերակ է, բայց տեքստերի մեջ այդպես չեն գրում, ՔՄ ենք, ճիշտն ասած չեմ օգտագործել, բայց հայերենում ՔՄ են գրում վերջում, 2 ՔՄ։ Սա նույնը ներքև է իջացնում, 5-ը իջավ ներքև, տեսեք։ Սա տակը գիծ է անում, ուղղակի պետք է վերցնել, նոր անել, ոյ, տակը գիծ արեց։ Բերեք ես ներքևինը ջնջեմ, խանգարում չենք տեսնում։ Տեսեք, տակը գիծ է անում, գիծը ջնջում է, գիծը գծում է։ Ctrl Z-ով էլ ջնջենք, սա տառատեսակի մեջտեղն է գիծ անում, եթե իրա վրա մուք է, ուրեմն դուք դրա վրա եք, այդ ակտիվացրել եք։ SF
Այը չգիտեմ ինչա, բայց ինքը տարատեսակի մեջ կամ լինում է, կամ չի լինում։ Այստեղ է տարատեսակի լեզուն է գրվում, հայերենը կարծեմ չկա։ Հայերեն դեպքում կարող եք անգլերեն գրել, ուղղակի գրում ես, որ ծրագիրը հասկանա, որ տարատեսակը վրան աշխատի, բայց հայերենը չկա ցավոք սրտի, այս տակի մասը չգիտեմ ինչա, չեմ էլ օգտագործել, պետք էլ չի իմա։ Սա եթե տարատեսակը իր մեջ ունենում է այդ ֆունկցիաները, ավտոմատ ինքը մքվում է։ Օրինակ ես Arial-ի մեջ, տեսնենք կա Arial-ի մեջ, թե չէ, Arial-ի մեջ չկա FI, խոսքով ժողովրդին տեսեք, դաժե տարատեսակ կա, որ չես կարողանում ազդես իրանց վրա, այս ներքևի տողը չենք օգտագործում։ Ես նույն այդ շեյփերի գաղափարն է, նոն ենք տալիս։ Վերջ, անցնենք մեր վերնագրին, հասկանանք այս ինֆոգրաֆիկայի մեջ ինչ տարատեսակ ենք օգտագործում։ Տեսեք, ինքը քանի որ մանկական է, մանկականի հետ պետք է օգտագործենք մանկական ոճ, մանկական տառատեսակներ գոյություն ունեն, մուլտիկային փաթեթավորումները ուսումնասիրեք, տեսեք ինչ տարբերով է գրված, ավելի ծայրերը կոր է գրվում կամ տես մուլտիկային է լինում, էլի։ Հեսա որ անենք ցույց կտամ։ Մեր նաբորը բերենք այստեղ գրենք։ Տեի վրա եմ սեղմում։ Այս առաջինն ենք ընտրում, որ ուզում ենք հորիզոնական գրենք, սա վերտիկալ ներքև է գրվում, ես ինչ գրեմ, այսպես իրար ներքևից տակից է գրվելու։ Եվ կա սա select անում, ոչ թե գրում է, այլ select անում, կարող եք այսպես գրել, ինչ որ տարեր, հետո վերագրեք իրա վրա, դա հետո վերագրելը ցույց կտամ, ինչպես է select-ի վրա վերագրվում նկար, արդեն կհասկանաք տարերը ոնց կարող եք վերագրել, այսպես ուզում եմ այս ֆոնի վրա ինչ որ տար գրեմ, նայեք, մենակ այստեղ։ Ինչո՞։ Եկեք այդ թողնենք շատ ծանր չլինի այս դասը, մի քիչ թեթև անցկացնենք, հետո դա կբացատրեմ։ Տեսեք, այս գիծը որ գծել եմ, այստեղ կարանք բարձրացնենք, բայց այս կողմ չենք կարող բերենք, այս մասը պետք է դատարկ։ Ինչո՞։ Շուտ կետիկ եմ ստեղ նկատում։ Մտածում։ Նաբորը գրեցինք, նաբորին տարատեսակ ենք տալիս, հա, այստեղ էլ գույներն է, վրան սեղմում եք, գույնը փոխում, կամ եթե կոդ գիտեք ստեղ եք գրում, կամ ինչ որ գույն կարակ այստեղ, գույնը այստեղից եք ընտրում, երանգը այստեղից, հետ արդեն անցել ենք, գիտենք, ուրեմն տառատեսակը նայում ենք տնենք մանկական ինչ տառատեսակ ունենք, օրինակ սա կարա լինի մանկական, ասեք, հետաքրքիր, մանկական ոճը, չնայած իրան ես օգտագործում եմ ուրիշ ինֆոգրաֆիկաների մեջ, սա ռուսերենի վրա չի ազդում, բայց սա էր մանկական, այստեղ հետաքրքիր բաներ կար։ Հուշել է,
ես փոխել եմ նոթբուքս, չկա այդ տարատեսակները։ Լավ, ոչ, այս անգամ կլոր կանենք։ Կամ եկեք մտնենք քաշենք տարատեսակներ։ Ժամանակ երևի կունենանք։ Այս ռուսերեն ֆոնտեր ա պետք։ Մտնենք Google, հետո կուղարկեմ այդ ֆոնտերի լինքերը, կամ Google-ում փնտրում եք ուղղակի ֆոնտեր։ Հիմա տարածեմ իմեջը։ Այստեղ ռուսերեն կա թե չէ։ Fonts, Mac Russian։ Ահա, տարբեր ֆոնտեր կան։ Տեսնենք, ունեն հատուկ երեխաների համար։ Սրա հավես կեք քաշենք լավս։ Շնորհ գցնա զագրոսկեքի մեջ։ Այստեղ դուք տեսնում եք, թե չէ։
Մհմ։ Ասեք ինքը ունի ընտանիք, այս երկուսն էլ պետքա քաշեմ, աջ քլիք եմ անում, upgrades, կամ երկու հատ վրան եմ սեղմում, չէ, ուրեմն սրանք ընտանիքներ չեն, ուղղակի իրենց ֆայլերն է, այստեղ ուստանավից եմ տալիս, ինքը գցում է արդեն համակարգչի մեջ, հետո իմյա շրիֆտը, այս անունը հիշում եմ, mouse memories, ու գնում ենք Adobe Photoshop, Adobe Photoshop ենք գնում, ուստում եք չէ ինձ, ու խնդրում ենք այդ mouse-ը, այստեղ մի հատ մ գրենք, երևի կբերի, մեծատատնում, տեսեք բերեց, ուսանի վրա այդքան է մանկական չի, բայց ոչինչ, մեկ իրան ասպես թեք գրենք վերնագիրը, այ, սակ տեղից կցեցի, պետքա ուշադիր անեք, սրանց չկպնեք, ես արդեն գիտեմ մոտավոր ինչքան տեղ պետքա պահեմ, ու ես կանոնը էլ չեմ անում, մի երկու անգամ անեք, արդեն կսովորեք ինչքան տեղն եք դատարկ թողնելու, այ բայց դուրս չեկավ այս տեսական, եկեք փոխենք էլի, մեր ունեցածներից ինչ-որ մեկը դնենք, բայց արդեն հասկացեք ինչպես կարող եք տառատեսակ քաշել, ես էլ պետքա նոր տառատեսակներ քաշեմ ես նոթի վրա, ռուսերենի համար չկա, ստիպված պետքա ուրիշ տառատեսակ քաշեմ, ինչ, նա, նաբոր, այստեղ կարող եք փոսնական գրել, ինքը ցույց է տալի ինչպես կլինի ռուսերեն, այ անունը չնայեցի, открыть ենք տալիս, անունը դարումադրոպ, դարումադրոպ, դարումադրոպ one, գրենք կբերի, հայտատատ իհարկե, չբերց, ոնց էր գրված, դարումը, դարումը, ասել մեր տարատեսակը,
Մանկական սիրուն տառատեսակ։ Տեսեք, այնպես եմ անում, այս մասը դատարկ մնա։ Վերջ, տակը կգրենք մեր ենթավերնագիրը, նաբոր դլա ինչ պետք է ինչ-որ բան գրենք։ Դուք ինչն եք տեսնում։ Երևի չեմ թեքել դեպի Adobe Photoshop։ Ահա, տեսեք, ստացանք ես։ Հաստատ տեսնում եք, չէ։ Արդեն վախեցել եմ։ Մեր ենթավերնագիրը գրենք։ Չգիտեմ ինչով քանի տարեկանն է, 3 երևի դարձնենք։ Հունարան խմբորում է ինձ է։ Դարձնենք 3։ Ենթավերնագիրը ուրիշ տառատեսակ ենք անում, բայց հիմնականում ամենաշատը 3 տառատեսակ ենք օգտագործում մի քարտի մեջ։ Ենթավերնագրինը ավելի դասական բան կընտրենք, որ սենց շատ չլինի, շատ խառնաշփոթ չլինի, որ մի քանի տառատեսակ ես ընտրում, խառնաշփոթատիրում։ Տեսեք, այս վրա կարամ բացատրեմ այս վերևի, այս բաների ինչա, տեսեք, դասավորվածությունը ձախից, դասավորվածությունը մեջտեղից, դասավորվածություն ձախից։ Այս դեպքում մեզ պետքա ձախից։ Տեսեք, այս ի պոչիկը գնում կպնում է օին։ Այս դեպքում ես այս տարատությունը մի քիչ պետք է առանձնացնեմ իրարից կամ տառատեսակը փոխեմ։ Իրարից կարող եմ առանձնացնել սրանով, ոյ շատ առանձնացավ սրանով կամ տառատեսակը կփոխեմ։ Մի քիչ ավելի հաստ տառատեսակ անենք, որ երևա ինչա գրված։ Այսպես լավ է, մնում է գույները փոխենք, այս կապույտը մի քիչ ուզում եմ բացվածնեմ։ Ավելի աչքին հաճելի։ Բերեք կանաչ փորձենք, դեղին, այս լավ գույն է։ Այնպիսի գույն պետք է ընտրենք, որ համ տղայի լինի, համ աղջկա։ Աղջկա։ Այս երանգը լավն է, ուղղակի ուրիշ գույն։ Կանաչը ոնց որ ամենասիրունն է, այս կանաչի ու կապույտի մեջտեղ։ Բացացնենք։ Իների հետ խաղալով եմ բռնում ես։ Սև տառատեսակը ոնց որ լավն է, պետք է չի փոխենք։ Ինչ կասեք։ Հիշում եք, որ ասում էի շեյփերը օգտագործում ենք տառատեսակի տակը դնելու համար, հիմա դրա ժամանակն է։ Սպիտակ գույն ենք անում, տեսեք, ես համադրում եմ դետալների հետ, եթե այստեղ կա նման շեյփ, սրա վրա էլ եմ գրելու
տարեր, հիմա կտեսնեք տեքստ եմ գրելու այստեղ, սրա եզրագծերը, քանի որ նարնջագույն է, սրա եզրագծերն էլ կլոր եմ անում ու նարնջագույն, ուղղակի, որ հետը բռնի, այսպես ասած, ոճը նույնը լինի։ Ու սրա եզրագծերը, սթրոքը, գույն եմ տալիս, գույնի կոդը բերում եմ այստեղ որ բռնում եմ։ Իսակ ինչքան է օգնում մեր իմացածը։ Մի քիչ հաստատնենք, որ երևա երկուսը լավ է։ Enter։ Իրան փոքրացնենք մի քիչ, այսպես անենք։ Սրա տակ կդնենք, սա մի քիչ կբարձրացնենք վերև։ Այս գիծն է պետք է հավասար լինի, այնպես չի լինի, սենց չի լինի, այսպես է սիրուն չի։ Այս գիծը տալի եզրագծով գալիս ենք դնում ենք shape-ը։ Հետո կբարձրացնեմ բեռնագիրը։ Ահա, shape-ը իջացնում ենք մեր տառերի տակ։ Ահա դլյան էլ իջացնենք ներքև, լավ լինի։ Այսպես ավելի լավ է։ Եկեք մի տոп դարձնենք իրան, շատ է տարածությունը խլում։ Հասարությունը պահում ենք։ Շատ չի հավասար։ Շատ կարևոր է հավասարություն պահելը։ Այս shape-ին էլ ենք կարողանում տալ ստվեր։ Տառերին էլ ենք կարողանում տալ ստվեր լրիվ նույն ձևով։ Եթե ուզում եք, կարող եք տալ, եթե չեք ուզում, չեք կարող, չեք ուզում, չեք տալիս։ Հոգվել եմ արդեն, շատ եմ խոսում։ Սա մի քիչ իջացնենք իրա ստվերներով հանդերձ։ Սիրուն բան ստացվել։ Սրան այսպես մեծացնենք, ինչ կլինի։ Ավելի սիրուն է։ Ու իջացնենք կամ այս պատարագողները բարձրացնենք վերև։ Շատ լավ եղավ սենց։ Ասեք ես նաբորը հավաստար չի թեք, այս R-ը ավելի հեռու է, քան N-ն, դրա համար շտկում ենք անպայման։ Իրար հետ համեմատելով տեսնում ենք, որ հավաստար չի։ Այդպես չենք թողնում։ Պես, հիմա կասեք, սա էլ հավասար չի, բայց սրա հետ կապ չունի։ Սա ուղղակի թեք։
Սա մի գրուպ է, սա ուրիշ է, սա ապրանքն է, սա տառերը, դրանք իրար հետ կապ չունեն։ Հիմա այստեղ գրում ենք տեքստ։ Ես հատուկ եմ այս դինոզավրին ընտրել, որ մեջը գրենք տեղեկատվություն։ Կամ այսպես են գրում, կամ իկոնկաներ ենք դնում դիմացը, ինչ-որ սենց նշաններ, իկոնկաներ ու գրում ենք։ Օրինակ բարձր կաչեստվա ունի, բարձր որակ, այստեղ բարձր որակի նշան ենք դնում ու գրում ենք, բայց ապրանքի վրա չենք գրում, ինչ-որ դատարկ տարածությունում։ Շատ խոսացի արդեն հոգորդս ցաված։ Այս Ձինոն էլ կարելի է գրել, իր անունը Ձինոյի է։ Տուփի։ Հետաքրքիր է, ինքը ուրիշ տարատեսակ չունի։ Լավ, այս նույնը կդնենք, ուղղակի մեծ։ Թե չդնենք։ Տարատեսակը այդքան էլ դուրս չի գալիս։ Չանենք սենց բանար։ Այստեղ ենք գրելու։ Դա իջացնենք ներքև։ Վատ չի։ Բայց այսպես ավելի լավ է։ Ձինոն կգրենք այստեղ։ Խոսքով։ Տեքստը վերցնում ենք այս նույն տառատեսակը, ալթով ու գրում ենք ուրիշ տեքստ։ Ստացվեց։ Հիմա ստվեցինք քարտին ու որակ։ Դաշնուկան նայենք, կամ ուրիշ բերեք այս տարատեսակը կդնենք։ Տեսնեմ սա ինչ տարատեսակ է։ Ձինոն memories-ն է։ Ուրիշ տարատեսակ դնենք, սա ու սա նույն տարատեսակն է, ուղղակի սա ավելի մուգն է փաստորեն։ Չէ, սա է Agents-ն է։ Չէ, երկուսն է mouse memories-ը, ուղղակին է մանր։
Մի խոսքով էնպես ենք անում, որ աչքին հաճելի լինի։ Կան տառատեսակներ, որ լրիվ իրար նման են, այդքան շատ տարբերություն չեն այդ տալիս։ Ձեր աչքով պետք է տեսնեք, որն է լավը, որը չէ։ Ու իրան փոքրատար կարելի է դարձնել։ Մեր տերը։ Փոքրատարը լավ է, այս է պետք։ Փոքրատար դարձրեցինք, դարձավ իդեալական։ Բայց այն ինկոն կորավ այ։ Մեծ կանենք։ Ստի մի բան, վերջ մրցանք մեր, վերջացրեցինք մեր առաջի էջը, ամենակարևոր էջն է առաջի էջը, երկրորդ երրորդ չորրորդները արդեն հիմքը առաջինն է, երկրորդը սարքելու համար, տեսեք, ստեղծում եք նորը, մյուս դասը դա կանենք, բայց թեթև ցույց տամ, այս գույնի կոդն եք ընտրում, անպայման, նույն գույնը պետք է լինի, այստեղ տալիս եք գույն ու գալիս է լրիվ նույն կոդը, տեսակ, Էլ ինչը կարանք վերցնենք, այս հետևի shape-ը նույնը կարանք անենք, տառատեսակները այս ամբողջը copy եք անում ու տեղափոխում եք մեր երկրորդ էջի վրա, օրինակ այստեղ ինչի մասին կարա լինի, չափերի մասին, այդ պատառաքաղները դնում ենք, չափերը գրում ենք ու այս նաբորի տեղը գրում ենք ռազմեր, այս վերևը, հետո կուղարկեմ կտեսնեք ինչ ստացանք, մյուս դասը ուրիշ ապրանքի վրա կպատրաստենք երկրորդ էջը, գրում ենք այստեղ ռազմեր ու արդեն չափերը գրում, բայց նույն տառատեսակով, ոճը նույնն է մնում, տեսեք ոճը լրիվ նույնն է, ուղղակի ուրիշ ինֆորմացիա ենք տալիս, այսքան է այս դասին, այս դասից հետո ձեր այդ 3 ինֆոգրաֆիկաները, որ սարքել եք, առաջի էջերը, վրան ավելացնում եք shape, text, ինչ որ արեցինք այս դասին, 3-ն էլ իրար հետ, պահում եք PSD տարբերակով, որ մյուս դասին աշխատեք, կամ եթե ուղղելու բան լինի, ուղղեք այդ քարտերի վրա, հիմա մենք աշխատելու ենք ձեր այդ 3 քարտերը դարձնել իդեալական կատարյալ, որ որպես ձեր աշխատանք սարքեք պորտֆոլիո, հաջողություն ձեզ, լավ եղեք, լավ տնայիններ կուղարկեք ինձ, ստեսություն։